Վահագն Գալստյան, գեղանկարիչ, ծնվել եմ Երևանում 1976 թվականին, գիտնականի և մանկավարժի ընտանիքում, նկարել սկսել եմ շատ վաղ հասակից, մանկապարտեզային տարիքից, որպես մասնագիտություն նկարչությունը կարող եմ ասել, որ ես չեմ ընտրել, ինքն է ինձ ընտրել, որովհետև երբևիցե հարց չի ծագել, թե եթե ոչ նկարչություն, ապա ինչով ես կզբաղվեի։ Նախ հաճախել եմ Իգիթյանի կենտրոն, հետո հաջորդաբար ընդունվել եմ Կոջոյանի դպրոց նկարչական, հետո Փանոս Թերլեմեզյանի ուսումնարան և վերջում արդեն Գեղարվեստի պետական ակադեմիա, որը ավարտել եմ 2000 թվականին։ Մեր ընտանիքում արվեստագետներ չեն եղել և ոչ միայն ընտանիքում, նաև ողջ Գերդաստանում, բավականին բարդ էր համոզել ծնողներիս, որ ես վերջնական որոշել եմ, որ ուզում եմ նաև հետագա կրթությունս շարունակել նկարչական, բայց դա հաջողվեց նաև ասեմ իմ շատ լավ մանկավարժների օգնությամբ, որովհետև իրենք կարողացան հավատացնել ծնողներիս, որ ես ունեմ ապագա և պետք չէ անհանգստանալ, ընտրությունս ճիշտ է։ Հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց, նախ Փանոս Թերլեմեզյանի ուսումնարան ընդունվեցի, ինձ համար խիստ հետաքրքիր մի աշխարհ, պատկերացրեք, որ այդ տարիքում ընկնում ես մի միջավայր, որտեղ քո երազած աշխարհն է և բոլորը ապրում են դրանով, որովհետև նորից եմ կրկնում, ընտանիքում և միջավայրում չեմ ունեցել նման հնարավորություն շփվելու արվեստագետների հետ և հետո այդպես շարունակեցի, ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա և այդպես։ Ինքս հիմնականում ստեղծագործում եմ բնանկարի ժանրում, չնայած միշտ չէ, որ միայն դրան եմ տրվում, շատ եմ սիրում բացօթյա պլեներային նկարչություն, հիմնականում սնվում եմ էներգետիկ առումով բնությունից, նախ ասեմ, որ մայրս բուսաբան էր և շատ վաղ հասակից բախտ եմ ունեցել բուսաբանների հետ շրջել գրեթե ամբողջ Հայաստանը էքսպեդիցիաների միջոցով և այդ թե գենետիկ, թե պրակտիկ առումով այդ կապը մինչ հիմա ինձ մոտ մնացել է, ես ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտություն եմ զգում դուրս գալ բնություն, շփվել բնության հետ։ Քաղաքում երկար չեմ կարողանում դիմանալ, սահմանափակում է իմ համար քաղաքը, իհարկե ես ունեմ արվեստանոց, բայց նույնիսկ այդ 4 պատերը ժամանակ առ ժամանակ թթվասնի քաղց են մոտս առաջացնում և ֆիզիկական պահանջ եմ զգում դուրս գալ բնություն։ Նույնիսկ եթե չնկարեմ, եթե ձմեռ է, վատ եղանակ է, չնայած դա երբեք իմ համար խոչընդոտ չի հանդիսացել, ուղղակի շրջել, ուղղակի նայել, մի քանի ժամ անցկացնել բնության մեջ և նաև ասեմ, որ շատ է գրավում բնության մեջ հենց մարդկանց բացակայությունը, աշխատում եմ այնպիսի վայրեր գնալ մեր Հայաստանի, որտեղ նույնիսկ բնակավայրեր, որ չլինեն մոտակայքում, որովհետև այդ հնարավորությունը միայնակ լինելու, շփվելու բնության հետ, տիեզերքի հետ, դա ինձ համար գերագույն հաճույք է։ Ժանրային առումով ասացի, որ բնանկար եմ գերադասում, բայց բնանկարը միշտ չէ, որ ռեալիստական է, որովհետև ինձ համար բնությունն է թելադրում, թե տվյալ պատկերը, բնապատկերը ես
ինչպես կմոտենամ լուծմանը խնդրի։ Շատ հաճախ բնությունը քեզ տալիս է այն իմպուլսը, որ դու հասկանում ես, որ ռեալիստական կատարումով միայն գրեթե անհնար է փոխանցել այն, ինչ որ դու զգացիր այդ պահին։ Եվ չգիտեմ, իմ խորին համոզմամբ իզմեր հասկացողությունը ավելի շատ հավանաբար ոչ արվեստագետ կամ արվեստաբաններն են ավելի շուտ հիմնավորել, որովհետև հանրությանը մեկնաբանելու համար, թե ինչու է այս կամ այն նկարը այդպես պատկերված, պետք էր երևի ինչ-որ դասակարգում։ Իսկ ստեղծագործելուց դու երբևիցե չես մտածում դրա մասին, հետագայում դու հասկանում ես, որ մեկը ավելի ռեալիստական ստացվեց, մեկը պահանջեց ավելի վերացական մոտեցում, բայց հիմքում նպատակն է, խնդիրն է հասնել նրան, այն ինչ որ դու զգացիր, այսինքն որ հետագայում դիտողը, հանդիսատեսը զգա այդ էներգետիկան, որովհետև ինձ համար նկարչության մեջ կարևոր խնդիրներից մեկը էներգետիկայի փոխանցումն է եւ պատմությամբ էլ որ նայում ենք առհասարակ կերպարվեստը մարդկության ակունքներից գալիս է որպես հոգևորը արտացոլելու, հոգևոր պահանջները արտացոլելու միջոց, այսինքն ժայռապատկերներից սկսված ավելի շատ ունեցել է ծիսական, կրոնական, հոգևոր, դա հետաքրքիր մի միջոց է, որ ոչ նյութականը, հոգևորը հնարավորություն է ստանում մարմնավորվել։ Ինքնին խապկանք է, որովհետև հարթ մակերեսի վրա դու ստանում ես տեսողական խապկանք պատկերի մեջ, չգիտեմ, տարածական հնարավորություններ եւ այլն, բայց ինքնին խապկանք է եւ եթե քեզ հաջողվում է կտավիդ մեջ ունենալ այդ հոգևոր հատիկը, քիչ թե շատ, կարող ես համարել, որ աշխատանքը ստացվել է, որովհետև ինձ համար չի լինում ուղղակի նկարչություն, լինում է արվեստի պարունակություն մեջը, հոգևորի պարունակություն, եթե դա չկա, դա անհաղորդ մակերես է, ըստ ինձ։ Եթե դա հաջողվում է, ապա այո, դա նաև արժեք է եւ հոգևոր արժեք է դառնում։ Ստեղծագործում եմ, ինչպես ասացի, շատ եմ սիրում բնության գրկում ստեղծագործել, բայց այնուամենայնիվ այդ նյութերը, որ դու պլեներում կուտակում ես, հետագայում արվեստանոցում դառնում են ավելի մեծածավալ կտավներ, ստեղծագործությունը դա միայն ֆիզիկական պրոցեսը չի, նույնիսկ ես ինքս ինձ հետևելով նկատել եմ, որ կարող եմ ասել նկարը հաջողվում է, երբ որ դու ինքդ մի պահ վերացական ես դառնում, այսինքն ֆիզիկական զգացողություններդ, ինչ-որ էյֆորիայի մեջ ես ընկնում, դա կարող է տևել 5 րոպե, 10 րոպե, ամբողջ մեկ օրվա աշխատանքային պրոցեսի ընթացքում դա րոպեներ, պահեր են, բայց հենց այդ ժամանակ մեկ էլ անկախ քեզանից ենթագիտակցաբար ինչ-որ բաներ ես դու անում, որ հետո հենվելով այդ ամբողջի վրա դու տեխնիկական կատարումով ավարտում ես արդեն քո աշխատանքը, բայց այդ պահերն են կարևոր, երբ որ դու ինքդ վերանում ես ֆիզիկական դաշտում, դառնում ես միջոց փոխանցելու այն ինչ որ զգում ես, այն ինչ որ քո զգայարաններով անցնում է, փոխանցում ես նյութին։ Դա շատ հետաքրքիր process է, որովհետև շատ հաճախ հաջորդ օրը դու ինքդ շարունակելու դեպքում, եթե մեծ կտավ է, դու ինքդ կարող ես շատ չարչարվես, շատ էներգիա ծախսես նրա համար, որ հասկանաս այդ ինչ էր դու այդ պահին զգում, ինչ զգացիր, կամ էլ ավելին, եթե դու
պլեներից բերում ես քո էտյուդները, հա, արդեն որոշ ժամանակ անց եւ շատ ավելի դժվար է հասկանալ դու այդ պահին ինչ ես զգացել, որ այդ գույնը դրել ես կամ այդ ծավալը կերտել ես։ Ինքը երևի իմ համար ամենահաճելի վիճակներից մեկն է։ Եվ կարծում եմ բոլոր նկարիչների մոտ, որովհետև դա ուրիշ զգացողություն է, դու գետնից կտրվում ես, դու անեական ես դառնում, կա միայն քո վրձինը եւ մակերեսը։ Դա երջանիկ պահերից մեկն է ստեղծագործողի համար։ Տարբեր է լինում, շատ տարբեր է լինում, ես ինքս մի քիչ միանգամից մի քանի աշխատանք եմ սկսում, լինում են աշխատանքներ, որ նույնիսկ 20 րոպեում կես ժամ արեցիր եւ հասկանում ես, որ դա արդեն կայացած աշխատանք է, այսինքն այն ինչ որ դու ուզում ես այդ պահին, կայացավ։ Լինում են աշխատանքներ եւ հիմա էլ ունեմ արվեստանոցում բազմաթիվ աշխատանքներ, որոնք նույնիսկ տարիներ առաջ եմ սկսել անել, նկարել, բայց մինչ հիմա դեռ համոզիչ չէ, դեռ ես հասկանում եմ, որ ինչ որ բան կա, գուցե պահը կգա, գուցե դա նաև քո առօրյայի կենցաղի հետ է կախված, եւ նաև լինում է մի այսպիսի հետաքրքիր բան, որ տարիներ առաջ կատարված աշխատանքը, որը դու այն ժամանակ համարում ես, որ դեռ անավարտ էր, հենեցիր պատին, անցավ ժամանակ, օրերից մի օր հիշում ես, ասում ես մի հատ նայեմ, տեսնեմ, գուցե կաշխատեմ վրան, շուռ ես տալի աշխատանքը, ասում ես հետաքրքիր է, բայց ավարտված է, ես ինչի՞ն ժամանակ չեմ ստորագրել այս աշխատանքի տակ։ Այդպես էլ է լինում։ Շատ է ոգեշնչում երաժշտությունը։ Հաճախ նույնիսկ եթե ես բնության գրքում նկարում եմ, սիրում եմ լսել հենց բնությանը, հետս որևիցե երաժշտություն չեմ տանում, բայց կախված պահից, պատկերից, տեսարանից, մեկ էլ ինչ-որ մի մեղեդի է ընկնում գլխիս մեջ եւ ես հետո մեկ է ֆիքսում եմ, որ ես ես 1 ժամից ավել է մտովի ինչ-որ երաժշտություն եմ անընդհատ վերարտադրում, լսում, երաժշտությունը շատ է ոգեշնչում, երաժշտությունը նաև օրինակ արվեստանոցում ստեղծագործելիս, երաժշտությունը կարող է ազդել քո կոնկրետ նկարչության վրա, որովհետև լայն դիապազոն է իմ երաժշտական նախասիրությունները, բայց մեկ էլ հասկանում ես, որ այս աշխատանքի դեպքում պետք չէր ես երաժշտությունը լսել, որովհետև կարծես թե մի քիչ շեղվեցիր քո նախնական մտածած ճանապարհից։ Նաև կարող ես ոգեշնչվել եւ այդպես էլ հաճախ լինում է ինչ-որ մտքից, ինչ-որ պահից, այդ ամենը ուղղակի պետք է գա այդ պահը, որ դու հասկանաս, թե ինչից ոգեշնչվեցիր, չկա ֆիքսված վիճակ, որ ես գնացի արվեստանոց, կանգնեցի ներկա պնակի առջև, ես հիմա կմիացնեմ, այսինքն այս երաժշտությունը եւ ես կսկսեմ ստեղծագործել, ոչ, կարող է այդպես չլինել, կարող է օրերով աշխատանքի բերումով հնարավորություն չունենաս արվեստանոցում լինել, հասնես արվեստանոց եւ այդ օրերի կուտակված քո էներգետիկան մեկ էլ ինքնաբուխ պայթի եւ վերածվի process-ի ստեղծագործականը։ Լինում են նաեւ պահեր, երբ որ ինչ որ արտաքին գործոնների հետ կապված նեղսրտվածությունից կարծում ես, թե այդքան երազում էր, որ ազատ լինես 1-2 օր եւ ստեղծագործել, բայց հասկանում ես, որ այնքան պարփված ես, որ ուղղակի նկարներդ քեզ մոտ չեն թողնում։ Այդպես էլ է լինում, բայց հետո մի ինչ որ թեթև
ազդակից մեկ էլ բացվում ես եւ սկսում ես աշխատել։ Ազդիչը արվեստի մեջ էներգետիկան է, այնուամենայնիվ, որովհետև հաճախ այցելում ենք ցուցասրահներ, տեսնում ենք թե նոր, թե հին վարպետների ստեղծագործություններ եւ լինում են դեպքեր, լինում են աշխատանքներ, ստեղծագործություններ, որի կողքով ուղղակի չես կարող անտարբեր անցնել։ Դա բռնում է հոգուցդ, ալեկոծում է տալիս, ամեն մեկը յուրովի եւ դու հասկանում ես, որ դու իզորու չես դրա հետ պայքարել, նույնիսկ հակառակը քո հոգին դրանից մաքրվում է, դու ուզում ես շփվել, ուզում ես թույլ տալ, որ այդ ամենը քեզ գրավի, քեզ մտնի քո հոգին։ Արվեստը բուժում է նաև։ Իհարկե նախ սկսվում է այդ ամենը հոգևոր պլանից, բայց բոլորս էլ գիտենք, որ ախտերի մեծ մասը հենց հոգևոր դաշտի խախտումներից են լինում եւ երբ որ անտրամադիր ես, երբ որ ընկճված ես, չգիտեմ, վհատված ես, ժամանակ առ ժամանակ նույնիսկ եթե հնարավորություն չունես ինչ որ ցուցասրահ գնալու, դու կարող ես գրքերով ինչ որ բաներ նայել, նույնիսկ այդ պահը քեզ կհուշի թե ինչ ես ուզում, այդ պահին ինչ կուզենայիր նայել եւ հուսով ես լցվում, վերականգնվում է էներգետիկատ, քեզ իմպուլս է տալի թե ապրելու, թե ստեղծագործելու, այն ինչ որ կարծես թե մի քանի ժամ առաջ քո համար արդեն անհետաքրքիր էր։ Արվեստը շատ մեծ էներգետիկայի աղբյուր է։ Ես ինքս ինձ բախտավոր եմ համարում, որ սկսված ուսանելիության տարիներից բախտ է վիճակվել շփվել շատ շշմելու հայ արվեստագետների հետ, դա համարում եմ, որ ճակատագիրն է այդպես որոշել, որովհետև ես ինքս ծնվելով եւ մեծանալով մի միջավայրում, որը առհասարակ արվեստի հետ կապ չուներ, մեկ էլ բախտի բերմամբ ես շփվում եմ, հնարավորություն եմ ունենում շփվել Իսաբեկյանի հետ, Պապյանի հետ, Լուսահոգի Խորենյանի հետ, շատ մեծ ազդեցություն են ունեցել։ Եվ ասեմ, որ այն ուսումը, որ դու ստանում ես, այն կրթությունը, որ ստանում ես բուհում, լսարանում, դա այլ է։ Մեկ այլ եւ մեծ դպրոց է, որը բախտ եմ ունեցել անցնել, դա երբ որ դու շփվում ես վարպետների հետ իրենց առօրյայում։ Եթե հնարավորություն ես ունենում նույն վարպետների հետ դուրս գալ պլեներ, տեսնել իրենց նիստ ու կացը, իրենց վերաբերմունքը, իրենց գործի, իրենց գործիքների, ամենի նկատմամբ, դա կարծում եմ ինձ համար շատ ավելի մեծ դպրոց է եղել, քան այն դասաժամերը, որ լսարանում բնորդ ենք նկարել կամ նկարել, սովորելը, դա այսպես ասած անհրաժեշտ է, միանշանակ անհրաժեշտ է, բայց դա մասնագիտական հմտություններն են, բայց հետո դու կդառնաս ստեղծագործող նկարիչ թե ոչ, դա լրիվ այլ բան է, դա ավելի հոգեվիճակ է եւ այդ վարպետների հետ շփվելով կարծում եմ շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա հենց այդ շփումը, որ ես ուզել եմ դառնալ այդ տեսակից մեկը,
որովհետև նկարել սովորել, նորից եմ ասում, նույնիսկ ռուս շատ հայտնի ակադեմիկ դասախոսներ ասում էին վաղտին, որ նկարել սովորեցնել կարելի է նույնիսկ նապաստակին, բայց արդյոք նա հետո կդառնա նկարիչ, այ դրանում է հարցը։ Մեր օրերում էլ բարեբախտաբար կան լավ դասախոսներ մեր սերնդից, ավելի ավագ, նույնիսկ ավելի կրտսեր սերնդից, հուսամ, որ պահպանվել է այդ շունչը, իրական արվեստին մոտեցնելու երեխային այդ աշխարհ դուռ բացելու, որովհետև ասում եմ, ես ինքս ինձ շատ բախտավոր եմ համարում, որ ճակատագրով հնարավորություն եմ ունեցել շփվել այդպիսի մարդկանց հետ։ Երբևիցե նման հարց ինքս ինձ չեմ տվել, որովհետև դրա հարցը նույնիսկ չի ծագել, դրա կարիքը չի եղել։ Ունեմ շատ հոբիներ, նախասիրություններ, բայց որպես մասնագիտություն երբևիցե չեմ պատկերացրել, որովհետև նույնիսկ եթե ինչ-որ այլ գործով շատ եմ ոգևորվում, հետաքրքրվում, կարող եմ շատ ժամանակ տրամադրել դրան, մի պահ է գալիս, որ ասում եմ, բայց հերիք է էլի, ես գնամ մի քիչ արվեստանոց, որովհետև նկարչությունը չեմ դիտարկում որպես մասնագիտություն։ Նկարչությունը ինձ համար ապրելակերպ է եւ վերջ, այդպես։ Հայաստանում փոքրինչ ուշադրության պակաս կա կերպարվեստի դաշտի վերաբերյալ։ Փորձը ցույց է տալիս, նույնիսկ իմ ոչ այդքան մեծ կյանքի փորձը ցույց է տալիս, որ նույն սերնդի, իմ դասընկերները իրար հետ, որ սկսել ենք այդ ճանապարհը նույնիսկ Իգիթյանի կենտրոնից, այն եզակիները, որոնք ժամանակին կարողացան կամ ստիպված էին լքել Հայաստանը եւ այլ երկրներում անցան իրենց կայացման ճանապարհը, իրենք որոշակի առավելություններ ունեն, նույնիսկ մեր ինֆորմացիոն դարում, թե ճանաչված են ավելի, թե ավելի լայն դաշտում են իրենց ցույց տալիս։ Հայաստանում ուշադրության պակաս կա կերպարվեստի նկատմամբ։ Չգիտեմ, դա պետական ուշադրություն պետք է լինի, թե երևի փոքր-ինչ նաև պետությունը պետք է ուշադիր լինի, որովհետև նույն այդ արվեստագետները պարզ ճակատով եւ հպարտորեն ներկայացնում են մեր երկիրը ամբողջ աշխարհում, բայց այստեղ Հայաստանում հաճախ լինում է, որ իրենց պարզ նույնիսկ կենցաղային կարիքները իրենք չեն կարող պետական լուծում ստանալ։ Կարծում եմ դա անհրաժեշտ է։ Մարդը անկախ տարիքից որոշել է, որ ինքը արվեստագետ է, արվեստով է զբաղվում, ամենակարևորը լինի անկեղծ, ազնիվ, նախ ինքն իրեն հանդեպ, ոգևորվել կարելի է բոլոր նորույթներով եւ անհրաժեշտ է, պետք է փորձել ամեն ինչ, բայց միևնույն է, իմ խորին համոզմամբ ամեն մարդ այս աշխարհ է գալիս ինչ-որ միսիա կատարելու, ամեն ոք ունի հստակ իրականացնելու միսիա այս աշխարհում եւ պետք է թե սկսնակը, թե արդեն կայացած արվեստագետը անընդհատ դրա մասին հիշի, որովհետեւ թե անիմաստ կորցրած ժամանակը,
թե տարվածությունը ժամանակակից, հեշտ, հասանելի, գուցե գայթակղի, չէ, ինչ-որ ուղղություններով, ուշ թե շուտ այդ ամենը հաշվի է առնվելու եւ դա պակաս է լինելու իր անելիքի մեջ, այդ պակասը երևալու է։ Ամենակարևորը հավատարիմ իր կոչմանը եւ ազնիվ անկեղծ ստեղծագործել։